Պատմության լավագույն ժամանակաշրջանը։ Ինչ է ասում հնդիկ Նոստրադամուսը Հայաստանի ապագայի մասին։ Պունիթ Նահատան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում Հայաստանի ապագայի և համաշխարհային քաղաքականության վերաբերյալ իր կանխատեսումների հրապարակումից հետո։ Նրան լրատվամիջոցներում հաճախ անվանում են հնդիկ Նոստրադամուս, իր հետևորդների կողմից ճշգրիտ համարվող մի շարք ռեզոնանսային կանխատեսումների պատճառով։ Ներկայումս հատուկ ուշադրություն է դարձվում նրա 2026 թվականի գնահատականներին և մինչև 2040 թվականը նրա երկարաժամկետ սցենարին։ Ո՞վ է Պունիթ Նահատան։ Պունիթ Նահատան հայտնի է որպես աստղագուշակ, որը կանխատեսումներ է անում մոլորակների շարժումների հիմնան վրա, համատեղելով ավանդական հնդկական մոտեցումները ժամանակակից վերլուծական մոդելների հետ։ Նա ինքն է ասում, որ աշխատում է ոչ թե միստիցիզմի, այլ հաշվարկների համակարգի հետ, որը նա անվանում է երկնային ցիկլերի կոդեր։ Նա ժողովրդականություն է ձեռք բերել իր կանխատեսումների շնորհիվ, որոնք նրա հետևորդների կարծիքով իրականացել են։ Դրանց թվում հաճախ հիշատակվում են Ասիայում խոշոր բնական աղետների մասին նախազգուշացումները։ 2025 թվականի գարնանը Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո նրա հայտարարությունների նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Ինչու է նա 2026 թվականը համարում շրջադարձային կետ։ Նահատան իր կանխատեսումներում որպես հիմնական ամսաթիվ նշում է 2026 թվականի հունիսի 5-ը։ Ըստ նրա, այս ժամանակահատվածը նշանավորում է Հայաստանի համար խոշոր փոփոխությունների շրջանի սկիզբ, թե ներքին զարգացման, թե արտաքին քաղաքականության մեջ։ Աստղաբանը կարծում է, որ երկիրը կարող է ամրապնդել իր դիրքերը միջազգային համակարգում և մեծացնել իր ազդեցությունը համաշխարհային գործընթացների վրա։ Նրա մեկնաբանությամբ 2026 թվականը միանվագ շրջադարձային կետ չէ, այլ վերափոխումների երկար ցիկլի սկիզբ։ Կենտրոնացում կրթության և նոր հաստատությունների վրա։ Կանխատեսումը հատուկ շեշտադրում է կատարում կրթության վրա։ Ըստ Նահատայի, Հայաստանը կարող է մտնել այս ոլորտում լայնածավալ բարեփոխումների շրջան և ստեղծել նոր համաշխարհային մակարդակի գիտելիքների կենտրոններ։ Սա վերաբերում է առաջատար համաշխարհային համալսարանների հետ մրցակցելու ունակ գիտական և կրթական ուժեղ հաստատությունների զարգացմանը։ Այս տրամաբանությամբ կրթությունը դիտվում է որպես երկրի երկարաժամկետ ուժի շարժիչ ուժերից մեկը։ 13-ամյա աճի կանխատեսում։ Աստղագուշակի կարծիքով Հայաստանի համար դրական ցիկլը կարող է տևել մոտավորապես 13 տարի։ Նա այս ժամանակահատվածը բացատրում է տնտեսության ամրապնդմամբ, ռեսուրսների կայունությամբ և ռազմավարական անվտանգության բարձրացմամբ։ Նահատան կարծում է, որ բնական պաշարների մատչելիությունը այն գործոններից մեկն է, որը իր կարծիքով Հայաստանին հատուկ առավելություն է տալիս գլոբալ ռիսկերի դարաշրջանում։ Սցենար մինչև 2040 թվականը։ Ամենահավակնոտ կանխատեսումները վերաբերում են 2030 թվականից հետո ընկած ժամանակահատվածին։ Այս մոդելի համաձայն կենսամակարդակի արագացված աճը և բժշկության ու տեխնոլոգիաների զգալի առաջընթացը հնարավոր են 2032-2034 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ 2030-ականների կեսերին կարճատև անկումից հետո Նահատան կանխատեսում է նոր աճ։ Նրա խոսքով, մինչև 2038 թվականը Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային լուծումների ոլորտում։ Եվ նա 2040 թվականը նկարագրում է որպես այն կետը, երբ երկիրը կարող է դառնալ համաշխարհային տերություն։ Նա առանձնահատուկ ներուժ է տեսնում գյուղատնտեսության, առևտրի, դիվանագիտության և տնտեսագիտության մեջ։ Ինչ է նա ասում աշխարհի մասին։ Գլոբալ կանխատեսման մեջ Հայաստանը համարվում է այն երկրներից մեկը, որը կարող է օգտվել համաշխարհային համակարգի վերակառուցումից։ Այնուամենայնիվ, ուժի այլ կենտրոնների գնահատականները պակաս լավատեսական են։ Նահատայի խոսքով, Միացյալ Նահանգները ռիսկի է դիմում բախվելու ներքին համակարգային ճգնաժամերի, որոնց հաղթահարումը կարող է տարիներ տևել։ Նա կարծում է, որ համաշխարհային հավասարակշռությունը աստիճանաբար կփոխվի, և մինչև 2040 թվականը կարող է ի հայտ գալ միջազգային փոխազդեցության նոր մոդել։ Ինչու են այս կանխատեսումները քննարկվում հիմա։
Նման սցենարների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է աշխարհաքաղաքական անկայունության, տեխնոլոգիական մրցակցության եւ աշխարհակարգի ապագայի վերաբերյալ բանավեճերի ֆոնին։ Սկեպտիկները նահատայի կանխատեսումները անվանում են սպեկուլյատիվ։ Աջակիցները դրանք համարում են երկարաժամկետ միտումները տարբերակելու փորձ, որտեղ ավանդական քաղաքական վերլուծությունը սահմանափակվում է կարճաժամկետ հորիզոնով։ Սակայն անկախ աստղագուշակության նկատմամբ մարդու վերաբերմունքից, այս կանխատեսումները կենտրոնանում են այն թեմաների վրա, որոնք արդեն իսկ համաշխարհային քաղաքականության առաջնային պլանում են՝ առաջնորդության համար պայքար, տեխնոլոգիական զարգացում, ռեսուրսներ եւ համաշխարհային համակարգի վերակառուցում։ Ինչ են հուշում աստղերն այսօր։ Խոյ։ Ժամանակն է նախաձեռնողական քայլերի։ Գլխավորը իմպուլսիվությանը դիմակայելն ու յուրաքանչյուր որոշումը կշռադատելն է։ Դուք կարող եք հաղթահարել ամեն ինչ։ Տիեզերական խորհուրդ, ամրապնդեք ձեր դիրքերը։ Ցուլ։ Հիշեք այն մարդկանց, ում մասին հոգ եք տանում։ Շփոթության մեջ գուցե մոռացել եք նրանց ինչ-որ կարևոր բան ասել։ Հիմա հիշելու ժամանակն է։ Տիեզերական խորհուրդ, հասկացեք, թե որտեղ է թաքնված երջանկությունը։ Երկվորյակներ։ Մի փորձեք ամեն ինչ անել միանգամից։ Ձեզ սպասում են նոր գաղափարներ եւ ներուժ, բայց մի վախեցեք որոշները մի կողմ դնել։ Գլխավորը դրանք գրի առնելն է։ Տիեզերական խորհուրդ, սացիլներին սերմ է պետք։ Խեցգետին։ Գտեք ներքին հավասարակշռություն։ Վերանայեք ձեր առջև ծառացած մարտահրավերները եւ գտեք խաղաղություն, հասկանալով դրանց էությունը։ Տիեզերական խորհուրդ, ստեղծեք սրտից։ Առյուծ։ Ժամանակն է հայտարարել ձեր մտադրությունների մասին։ Մի սպասեք, որ ինչ-որ մեկը դա անի ձեզ համար, եւ վերցրեք ձեր ճակատագիրը ձեր ձեռքը։ Կույս։ Վստահեք այն հանգստությանը, որը կուղեկցի ձեզ ամբողջ օրվա ընթացքում։ Մի վախեցեք ռիսկի դիմել եւ ազատություն տալ ձեր ներքին նկրտումներին։ Տիեզերական խորհուրդ, վայելեք արդյունքը։ Կշերք, հրաժարվեք ուժից։ Այսօր երկխոսությունը կլինի ձեր ամենաուժեղ զենքը։ Ցույց տվեք համակրանք եւ հասկացեք ուրիշների ցավը, եւ դուք կգտնեք դաշնակիցներ։ Տիեզերական խորհուրդ, ստեղծեք ներդաշնակություն։ Կարիճ, դադարեք հետաձգել կարևոր որոշումները։ Ժամանակն է ցուցաբերել տոկունություն եւ համառություն եւ պատասխանատվություն կրել ձեր կյանքի համար։ Տիեզերական խորհուրդ, հավատացեք ինքներդ ձեզ։ Աղեղնավոր, ճակատագիրը ձեզ հնարավորություններ կառաջարկի, բայց դուք ստիպված կլինեք վճարել դրանց համար։ Առաջնահերթություն տվեք եւ հասկացեք, թե ինչն է ձեզ պակասում։ Տիեզերական խորհուրդ, բացեք ձեզ նոր հորիզոնների համար։ Այցեղջուր, կենտրոնացեք ձեր հեղինակության վրա։ Որոշ որոշումներ կարող են անբարենպաստ թվալ, բայց դրանք ձեզ համար հարգանք կբերեն, որն ավելի արժեքավոր է։ Ջրհոս, փնտրեք ոչ ավանդական ուղիներ։ Քննարկեք ձեր դժվարությունները ուրիշների հետ եւ փորձեք վստահություն ձեռք բերել ձեր սեփական կարողությունների նկատմամբ։ Տիեզերական խորհուրդ, գերազանցեք ձեր անցյալ եսը։ Ձկներ, այսօր ներքին ոգեշնչման եւ հուզական զգայունության օր է։ Դուք կկարողանաք ավելի խորը հասկանալ ինքներդ ձեզ եւ զգալ աջակցություն այնտեղ, որտեղ նախկինում դա չէիք նկատում։